ու շատ լավ շանս ունի եւս մեկ անգամ հարվածում է Ցածրից Նալբանդյանը թույլ ստացվեց առասարակ Փյունիկի մի շարք ֆուտբոլիստներ այսօր դուրս են մնացել հայտարարությունից նախ հետևենք այս գրոին Մոմոտուրեն կրկին գնդակով է կորցնում է գնդակը Փյունիկի ֆուտբոլիստը Տարոն Ոսկանյանն էր բայց փոխանցման արձագանքող չեղավ եւ նոր տեմպ են հաղորդում այս գրոհին Վանի ֆուտբոլիստները Կարեն Նալբանդյան հարվածում են Նալբանդյանը շատ վտանգավոր էր հաղթել Վայ Գևորգյանի գլխավորած թիմը վտանգավոր է հարվածում է Սերժ Դեբլեն Սմանաջիբոնա Կարեն Նալբանդյան Հարակակագրով Վանի ֆուտբոլիստների կողմից դրամեն է ակտիվանում չկա խաղից դուրս Կաջալի Մոմոտուրե 1-0 33-րդ րոպեին Մոմոտուրեն բացում է հաշիվը իհարկե անզոր էր այս իրավիճակում փրկել Կաջալի դրամեն հրաշալի գործեց նրա հերթական Միխայել Կովալենկո Միքայելյան պրեսինգ խլում է գնդակը Տուրեն Ուսման Աջիբոնա 2-0 սխալվեց երիտասարդ դարպասապահը փորձի պակասներ իհարկե Հարվածում է Բուարինա եւ առաջին հարվածը Արսեն Բեգլերյանի դարպասին շատ թույլ ստացվեց Կրկին Դավիդյան Բարձրից այս անգամ էլ Տարոն Ոսկանյան գնդակը դարպասում է հաշիվը կրճատված է 2-1 Հիմա արդեն Կարեն Նալբանդյանը փոխանցում է կատարում Տուգանայինի կենտրոնական գոտի հարված Կլայդեր ու գնդակը դարպասում է 3-1 Վանը կրկին երկու գնդակի առավելություն է ստանում բոլորից լավ կողմնորոշվեց Կլայդեր Մասեդոն խլում է գնդակը Օդեինկան հարվածում է սուր անկյունից եւս մեկ փորձ Լեմաո հարված շրջադարձ հարված ու շատ գեղեցիկ գոլ կլիներ բայց Արսեն Բեգլերյանը տեղում էր Կատարելու փոխանցում այստեղ է նաև Կաջալի դրամեն որոշեցին կարճ խաղարկել դրամեն միգուցե եւ հարվածում էր Ալեմաո փոխանցում անդրադարձ հարվածում է Կովալենկոն ինչ գեղեցիկ հարված էր հաշիվը կրճատվում է վերջ սուլում է Հենրիկ Նալբանդյանը Համաձայն չեն Փյունիկի ֆուտբոլիստները, բայց եզրափակիչ Սուլիչի ձայնը լսում ենք, ավարտվում է հանդիպումը Վան Փյունիկ 3-2